Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ճիշտ ընտրված ֆիզիկական ակտիվությունը կարող է փոխել կյանքիդ որակը։ Զումբա բարձրացրու երաժշտությունը անջատիր մտքերդ։ Կարդիո մարզում է, որը բարձրացնում է սրտի աշխատանքը, ակտիվացնում է մետաբոլիզմը, ակտիվացնում ամբողջ մարմինը, արյան շրջանառությունն է բարձրացնում։ Զումբան եւ առողջությունը, արդյոք զումբան օգնում է մեզ լինել ֆիզիկապես առողջ։ Բարձրացնում է մետաբոլիզմը, արյան շրջանառությունը, թթվածինը ավելի արագ է անցնում մարմնի մեջ, ուղեղին հասնում, սկսում ենք ճիշտ որոշումներ կայացնել։ Զումբան եւ ավելորդ կիլոգրամները հաշվի առնելով զումբայի ինտենսիվությունը կարող ենք ասել, որ կարող ենք արագ ավելորդ կիլոգրամներից ազատվել, իսկ ամսական որքան կիլոգրամ կարող ենք կորցնել։ Զումբան բարձր կալորիածախս մարզաձև է, որը մեկ դասի ընթացքում կարող ենք կորցնել 400-ից մինչև 800 կիլոկալորի։ Ով պետք է ընտրի զումբան որպես մարզաձև, ինչ է այն տալիս մարդուն։ Բոլորը կարող են ընտրեն զումբան, քանի որ տալիս է դա ֆիզիկական ակտիվություն, ֆիզիկական գեղեցկություն, կանանց համար կանացիություն, ուժ, երիտասարդություն։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք միֆ, թե իրականություն հաղորդումը բարև ձեզ, շարժումը կյանք է, իսկ կյանքը շարժման մեջ է, ճիշտ ընտրված ֆիզիկական ակտիվությունը կարող է փոխել կյանքիդ որակը։ Զումբա բարձրացրու երաժշտությունը, անջատիր մտքերդ։ Կզրուցենք զումբայի պրոֆեսիոնալ մարզիչ Լուսինե Վարդանյանցի հետ։ Ողջույն Լուսինե։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ձեզ շնորհակալ հրավերի համար, մերսի։ Էներգիան ձեզանից ուղղակի բխում է, համոզված եմ փոխանցվելու է նաև մեր լսարանին։ Ասենք, ճիշտ է, որ զումբան կենսակերպ դարձրած մարդիկ փոխում են նաև կյանքի որակը եւ լինում են ավելի հաջողակ։ Այո, իհարկե, քանի որ մենք զումբայում լինում ենք շատ ուրախ, շատ մոտիվացված, այդ երաժշտությունը փոխանցում է մեզ ուրախություն, եւ այդ ուրախությունը, այսինքն զումբան մեր համար ոչ թե միայն մարզում է, այլ որպես lifestyle, կենսակերպ, եւ այդ ուրախ ապրելակերպը ֆիզիկապես եւ հոգեպես ազդում է այս որոշումներ կայացնելու եւ ուրախ կյանքի համար եւ սկսում ենք ճիշտ որոշումներ կայացնել, կյանքը դեպի լավ է գնում եւ տեսնում ենք ամեն ինչ ավելի լավ եւ կյանքը հիասքանչ է դառնում։ Շատերն են զումբան որպես պար ընկալում, այսօր խոսելու ենք զումբան որպես ֆիթնես ծրագիր, ասենք թե ինչ այն իրենից ներկայացնում։ Okay, եկեք խոսամ ինչպես զումբան սկսեց, սկզբում Բեթո Պերեսը ինքը ֆիթնես տրեյներ է եղել եւ առաջի անգամ որ գնացել է դասի, առաջի անգամ չէ, մոռացել է մի օր ունենա իր մյուզիկը եւ վերադարձել ավտոյից բերել է մի հատ լատինամերիկյան մյուզիկ եւ տեսել է ինչքան լավ է, ինչքան մարդիկ ուրախանում են եւ շատ լավ է ստացվել, այդպես սկսել է զումբան զարգանալ եւ հիմա եղել է համաշխարհային մի շատ լավ սպորտային ձև եւ զումբան հենց այս լատինամերիկյան երաժշտության եւ պարերի հիման վրա է, like salsa, reggaeton, cumbia, merengue եւ trainer-ը նաեւ կարող ավելացնել belly dance, flamenco, bachata եւ այլն, որը դա դարձնում ավելի հաճելի դասուրիչներին եւ բայց ոչ թե միայն պարային ֆիթնես ծրագիր է, այլ կարդիո մարզում է, որը բարձրացնում է սրտի աշխատանքը, ակտիվացնում է մետաբոլիզմը, ակտիվացնում ամբողջ մարմինը, արյան շրջանառությունն է բարձրացնում եւ թթվածինը ավելի արագ է սկսում աշխատել մարմնի մեջ, ավելի sharp եւ կենտրոնացած են դառնում եւ տալիս է գեղեցիկ մարմին, տալիս է գեղեցիկ հոգի եւ պարզ միտք։ Նա ոչ թե միայն ասեմ բարե, այլ շատ ուժեղ ֆիթնես ծրագիր է, որը քանի որ ունենք մենք շատ հաճելի երաժշտություն զումբայի ընթացքում, մարդիկ չեն զգում, որ մարզվում են։ Ուղղակի գալիս են, ասում են ուրախացել եմ, զվարճացել եմ, ծիծաղացել եմ եւ այդ արդյունքը ինքն է գալիս, այսինքն չեն սպասում, բայց մի անգամից տեսնում թե ֆիզիկապես, թե հոգեպես շատ լավ դիրքում են։ Այո, երբ որ մենք սկսում ենք շարժվել հաճույքով, առողջությունը ինքն իրեն գալիս է, հիմա խոսենք զումբան եւ առողջությունը, արդյոք զումբան օգնում է մեզ լինել ֆիզիկապես առողջ։ Այո, իհարկե, ինչպես ասեցի, զումբան աշխատում է ամբողջ մարմնի վրա, բարձրացնում է սրտի աշխատանքային համակարգի աշխատանքը
աշխատանքը եւ բարձրացնում է մետաբոլիզմը, արյան շրջանառությունը, թթվածինը ավելի արագ է անցնում մարմնի մեջ, ուղեղին հասնում, սկսում ենք ճիշտ որոշումներ կայացնել, տալիս է գեղեցիկ մարմին, մենք չենք օգտվում քաշերից, միայն պարային շարժումներով տոնուսավորում ենք մկանները շատ ֆունկցիոնալ կերպով եւ ունենում ենք գեղեցիկ մարմին եւ արդյունքում ուրախ անձ։ Եթե հաճախում են կանոնավոր զումբա, դա կարող է նվազեցնել ճնշման, բարձր ճնշման ռիսկը եւ սրտանոթային հիվանդությունների հավանականությունը։ Այո, մենք գիտենք, որ ավելորդ քաշի եւ ճարպակալման թվերը օրըստօրե աճում են, ուրեմն խոսենք զումբան եւ ավելորդ կիլոգրամները հաշվի առնելով զումբայի ինտենսիվությունը, կարող ենք ասել, որ կարող ենք արագ ավելորդ կիլոգրամներից ազատվել, իսկ ամսական որքան կիլոգրամ կարող ենք կորցնել։ Զումբան բարձր կալորիա ծախս մարզաձև է, որը մեկ դասի ընթացքում կարող են կորցնել 400-ից մինչև 800 կիլոկալորի, բայց դա կապված է թե քաշից, թե ինտենսիվությունից։ Այսինքն, եթե մեկը ավելի քաշ բարձր է, քանի որ մարմինը պետք է ավելի շատ շարժի, ավելի շատ է կորցնում, քան այն որ ավելի նիհար է, ավելի քիչ է։ Եվ ինտենսիվություն շատ դեր ունի, այսինքն 400-ից 800 ինչքան կալորի այրես։ Եւ դա եթե հաճախում են 3 անգամ շաբաթական զումբայի, ստացվում է ամսական 4800 մինչև 9600 կիլոկալորիա, որը դա նշանակում է ամսական մոտավոր մինչև 3 կիլո ճարպ կարող է կորուստ լինել զումբա հաճախելով։ Այո։ Ասենք 3 անգամ։ Այո, իհարկե կարևոր է նաև սննդակարգը։ Այո, պարտադիր։ Եթե ունենք, այսինքն եթե համեմատենք երկու անձի, մեկը զումբա է գալիս, մեկը չի գալիս, բայց նույն սննդակարգ ունեն, այն որ զումբա անում ավելի առողջ ապրելակերպ ունի ֆիզիկապես, բայց եթե ունեն նաև ճիշտ սնունդ, ավելի լավ արդյունքների են հասնում, որը այս ճիշտ սնունդը լինում է ճիշտ որոշել բալանսավորված ուտես, like սպիտակուցները եւ carbohydrates, fat եւ բանջարեղեն։ Մենք բարդ ածխաջրերի մասին ենք խոսում, որը մեզ էներգիա է տալիս եւ պարտադիր է, երբ զբաղվում է սպորտով, սպիտակուցները, որոնք նույնիսկ մարզումներից հետո շարունակում են աշխատել եւ ճայրում իրականացնել եւ իհարկե պետք է հրաժարվել վերամշակված սննդից, եթե մենք նպատակ ունենք ազատվել կիլոգրամներից։ Այո, իհարկե։ Զումբայի հոգեբանական կողմերին անդրադառնանք, էմոցիոնալ, ճիշտ է, որ այն կարող է փոխել նաև մարդու մտածելակերպը, տեսակը։ Զումբան տարբերում է մյուս մարզումներից, հոգեպես մի հատ մոգություն կա զումբայում, որը դա մեկը չգիտի ինչա, կարող է երաժշտությունն է, կարող է այդ կապն է, չգիտեմ, որ գալիս է զումբա, թե հոգեպես հավասարակշռության ես հասնում եւ թե հասնում ես այդ ֆիզիկական գեղեցկությունին։ Ինչպես է հոգեպես եւ մենթալի օգնում զումբան, առաջինը քանի որ իջեցնում է կորտիզոլը, սթրեսն է իջնում, այո, կորտիզոլ հորմոնը իջնում է եւ սթրեսը պակասում է, ինչպես որ տեսնում ենք, երբ բնական ձևով սթրես ունենք, մարմինը սկսում է շարժվել, ուզում է հեռացնել սթրեսը մարմնից։ Եվ զումբայի ժամանակ էլ մենք անընդհատ երաժշտությունով ամենին ասում ենք շարժեք մարմինը, shake it up եւ հեռանում է այդպես սթրեսը մարմնից, այո, եւ երաժշտությունը փոխանցում է ուրախություն, դա երկու հորմոնները սերոտոնին եւ էնդորֆինն են բարձրանում եւ դա շատ կարեւոր է, տալիս է զումբան համայնք, տալիս է մեծ ընտանիք, մենք զումբան ասում ենք մեր ընտանիքն է, այնտեղ կա ժպիտներ, այնտեղ կա հոգի, ամենը իր հետ մտերիմ են զգում եւ շատ բաց եւ ազատ են զգում իրենց, դա շատ կարեւոր է կանանց համար, սկսում են հանգիստ ապրել, փոխվել եւ մոռանան դժվարությունները եւ ավելի կենտրոնացած լինան։ Ուրեմն զումբան ստեղծում է նաև սոցիալական կապ միմյանց միջև եւ կյանքը դառնում է ավելի հիասքանչ,
Այո, քանի որ այդ լինում է խմբային մարզում է զումբան եւ դա տալիս է համայնք, տալիս է ընտանիք, տալիս է կապ եւ մարդիկ ավելի իրենց ուժեղ ուրախ են զգում եւ ավելի ինքնավստահ սիրում են բարով սկսում են սիրել ավելի շատ իրենց մարմինը եւ դառնում են ավելի կենտրոնացած, քանի որ մենք սովորում ենք քորեոգրաֆիներ դասի ընթացքում, մեկ-մեկ այդ սթեփներ սովորելը, կենտրոնանալը դա պատճառ է լինում մոռանալ ավելնորդ մտքեր, ապրել վարքյանում եւ դա փոխադարձ տալիս է ուրախություն եւ կտրվել կյանքից, հոգսերից եւ լինել ավելի ուրախ։ Այո, զումբան ցուցված է բոլորին, անկախ սեռից եւ տարիքից, հակացություններ չկան, անգամ ողնաշարային խնդիրներ ունեցողները կարող են զբաղվել։ Այո, ճիշտ է։ Բոլորը ամեն տարիքում կարող են մասնակցել զումբայի դասի, սկսակները, առաջադեմները, երիտասարդները, մեծահասակները։ Ամեն մարդ ունի իր նպատակը, այդ նպատակով է գալիս այդ դասի, մեկը գալիս է որպես ստանա ուրախություն, հոգու թեթևություն, գալիս են մարմնակերտելու համար դաս ստանում են, մեծահասակները գալիս են իրենց ոսկրային խտությունը պահպանելու եւ շարժունակության համար դաս ստանում են եւ միջահասակները գալիս են պահեն իրենց էներգիան եւ ուժը, այսինքն այն ինչ որ նպատակ ունեք զումբա գալով կարող եք դրան հասնել, թե ֆիզիկապես, թե հոգեպես։ Երբ է լավագույն ժամանակը զումբայով զբաղվելու։ Ամեն ժամ կարելի է անել, ավելի լավ է անել առավոտյան ժամերին, ցերեկային ժամերին եւ երեկոյան, բայց 3 կամ 4 ժամ քնելուց առաջ, քանի որ զումբան բարձր ինտենսիվություն ունի եւ եթե անեք քնելուց առաջ, դա կազդի քնի որակին, չեք կարողանա քնել եւ մարմինը մնում է բարձր էներգիայի մեջ, ավելի էներգետիկ ենք դառնում, այդ էներգիան պետք է սպառել, իսկ մենք պատրաստվում ենք քնել, չի հաջողվի, բայց կարող եք ասել, որ զումբան օգնում է բարելավել քնի որակ, ազատվել անքնությունից։ Այո, իհարկե, դա շատ կարևոր է լավ քնելու համար, քանի որ ինչպես ասացինք, սթրեսն է պակասում, սթրեսն է պատճառ, որ չեն կարողանում քնել, եթե դա պակասում է, օգնում է, որ ավելի լավ քնեն եւ ուրախությունը, որը փոխանցվում է երաժշտության ներքո, դա պատճառ է լինում եւ այդ ուրախության հորմոնները բարձրանան եւ վատ մտքերից անջատվել, կենտրոնանալ եւ դա ամենը օգնում է, որ լավ քուն ունենալ, սկսում է ներսի ժամացույց մարմնի ճիշտ աշխատել եւ դա նաեւ օգնում է լավ քնելուն, բայց խորհուրդ չի տրվում դրանից առաջ քնելուց առաջ անել, ավելի լավ է stretching կամ յոգա կամ թեթև քայլք քնելուց առաջ։ Եվ որպես ամփոփում ասենք, թե ով պետք է ընտրի զումբան որպես մարզաձև, ինչ է այն տալիս մարդուն։ Բոլորը կարող են ընտրեն զումբան, քանի որ տալիս է դա ֆիզիկական ակտիվություն, ֆիզիկական գեղեցկություն, կանանց համար կանացիություն, ուժ, երիտասարդություն, առողջություն, այո, եւ մեծահասակներին տալիս է կոորդինացիա եւ շարժունակություն եւ շատ կարեւոր է անել զումբան, քանի որ դա կալցիումի պահպանման համար շատ կարեւոր է, քանի որ մենք հավաքում ենք կալցիում մինչեւ 30 տարեկան եւ դրանից հետո սկսում ենք կորցնել կալցիումը։ Մինչև 30 տարեկանն ենք հավաքում, դրանից հետո օրգանիզմը ֆիզիոլոգիայնապես է սկսում է կորցնել։ Երբ մենք ֆիզիկապես ակտիվ ենք, անում ենք այդ շարժումները, կարողանում ենք սինթեզել կալցիում եւ հետեւաբար կալցիումի սինթեզի համար պարտադիր է, որպեսզի մենք լինենք ֆիզիկապես ակտիվ, որպեսզի հետագայում 45+-ում, 50+-ում չունենանք օստեոպորոզ հիվանդությունը, ոսկրայերի եւ փխրուն չլինեն։ Զումբան այս ամենին նպաստում է, օգնում։ Այո, օգնում է եւ գալիս են զումբայի ոչ թե միայն ֆիզիկական ակտիվության համար, այլ գալիս են շփվելու համար, գալիս են այդ սոցիալական կապի։ Այո, եւ դա շատ կարեւոր է կարծում եմ։ Եվ դա է, որ տալիս է ուրախություն, ուժ եւ սկսում են ճիշտ որոշումներ կայացնել։ Զումբան ոչ թե միայն պարզապես մարզում է, այլ lifestyle կամ կենսակերպ։ Եթե դարձնում եք զումբան ձեր կյանքի մի մասը, այսինքն լինում է կենսակերպ, դա ձեզ շատ օգնում, որ կյանքի որակը դեպի լավը գնա, քանի որ դա փոխանցում է
լիքը էներգիա եւ ուրախություն։ Ինչպես դուք փոխանցեցիք քիչ առաջ, ինձ համոզված եմ նաև մեր լսարանին, սկսեք շարժվել, սիրելիներս, լավ կլինի զումբայի ռիթմերի ներքո։ Մենք խոսում էինք, իսկ ինչ կլինի, երբ միանանք ձեզ մարզասրահում, ես պատկերացնում եմ։ Ladies on ձեզ։ Մենք զրուցում էինք զումբայի պրոֆեսիոնալ մարզիչ Լուսինե Վարդանյանցի հետ։ Շարունակեք հետևել մեր թողարկումներին, վարեք առողջ ապրելակերպ, զբաղվեք ֆիզիկական ակտիվությամբ, ընտրեք ձեր մարզաձևը, իսկ մենք դեռ կհանդիպենք։ Մինչ հանդիպում։